Այժմ գնային ջրհոսների համար։ Ինչ է սպասվում ջրհոսներին հաջորդ շաբաթ, ապրիլի 26-ից մայիսի 2-ը։ Տակշկիր է, տեսնում եմ նավակ, ճամփորդության են գնում ջրհոսները հաջորդ շաբաթ։ Ամենապես բոլոր ջրհոսները չեն կարող իհարկե, բայց ինչ որ մարդիկ երևի թե ճանապարհ են պատրաստվում գնալ։ Անձնական կյանք, աշխատանք, ֆինանսներ և մեկ լրացուցիչ կարդ հուշումների համար։ Անձնական կյանքում ամեն ինչ շատ կայուն է։ Ոչինչ տեղը չի շարժվում։ Եթե դուք մենակ եք, մի շաբաթ էլի մենակ կմնաք։ Եթե դուք ընտանիքում եք, ոչինչ չի փոխվի։ Ձեր հարևանների հետ առանձին, ես տեսնում եմ Ղարինն է, դրա համար ճիշտ ասած այնքան էլ շատ դրական չեմ տեսնում։ Բացասական էլ չեմ տեսնում, ավելի չի վատանալու եւ չի էլ լավանալու։ Ոնց կա, այդպես է լինելու է։ Ձեր բոլոր հարաբերությունները բոլորի հետ, այսպես կարող եմ ասել։ Եթե այդպես իհարկե հնարավոր է։ Ամեն դեպքում էլի եմ ասում, ոչ մի արտառոց ոչինչ չի սպասվում, բայց միևնույն ժամանակ, եթե մարդկանց հետ չեք շփվում, էլի չեք շփվելու։ Դրանից առաջ խաղացում չի լինելու, չի լավանալու ձեր հարաբերությունները։ Եթե նեղված եք ձեր տանը ինչ-որ մեկից կամ ձեր ընկերներից, նեղացած եք մնալու։ Ընկերուհի եթե վիճել են մի շաբաթ, դեռ շարունակվելու է այդ վիճակը, չի վատանալու, չի բարդանալու, բայց առաջ խաղացում էլ չեմ տեսնում։ Հարաբերությունները մարդկային ինչպես կային, այնպես էլ կմնան։ Դե սա կարտերը ցույց են տալիս մի շաբաթվա համար, բայց եթե դուք ուզենաք փոխել, իսկ կարծում եմ միշտ էլ կարող եք փորձել փոխել ձեր հարաբերությունները։ Սա տեսնում եմ աշխատանքի վայրում տեսնում եմ աղվես։ Կա ինչ-որ մեկը ձեր աշխատանքի վայրում շատ խորամանկ, այսպես անձնավորություն, որը կարող է ինչ-որ ձևով փորձել ձեզ անհանգստացնել, ինչ-որ ձևով կարող է ձեզ համար խոչընդոտներ առաջացնել, ինչ-որ մեկ, որ գիտեք, որի հետ այնքան էլ լավ դրական հարաբերություններում չեք։ Տեսնեմ կարող եմ լրացուցիչ կարդ անել, ինչ կարող է նշանակել, ինչ կարող է այս աղվես անել։ Կարող է ինչ-որ մեկն էլ, որ պարզապես բամբասում է ձեր հետևից աշխատանքի վայրում, նախանձում է ձեզ, այդպես էլ կարող է լինել։ Բանալին ինստինքտյան ընկավ, իսկ ես այստեղ տեսնում եմ մահվան կարտը, տեսնում եմ ամպերը եւ գիրքը։ Կարող եմ ասել, ինչ որ փոփոխություններ կնկատեք աշխատանքում, չգիտեմ, ինչ որ աշխատանքային հարաբերություններում, դա ձեզ դուր չի գա, ամպերը կուտակված, ասինքն ինչ որ բացասական փոփոխություն կլինի, ձեզ համար անհասկանալի ինչ է կատարվում, ինչու այսօր մարդիկ ավելի ջերմ չեն ինձ հետ, ինչ որ լարվածություն կա մի փոքր եւ ամպեր են կուտակված, բայց եթե մի քիչ ավելի ուսումնասիրեք գրքով, մի քիչ փորձեք հետաքրքրվել, եթե ունեք մտերիմ անձնավորություն, դե աղվեսը մեկն է, հա, ինչ որ տհաճ անձնավորություն, հատկապես աղվեսը կանանց համար է ընկնում, այսինքն կին է այդ կինը, որ բամբասում է, ձեր հետևից խոսում է, նախանձում է ձեզ, չարախոսում է, այսպես ասեմ։ Եթե ունենաք գոնե մեկը, որ ձեզ նվիրված ընկերուհի է, նրանից փորձեք ինֆորմացիա ստանալ, միգուցե կարողանաք ձեզ համար բացահայտել։ Կկարողանաք ամեն դեպքում, տեսեք, գաղտնիք բացելու, նաև ինֆորմացիա լրացուցիչ ստանալու, այսինքն փոխանակ միանգամից այսպես վհատվեք, օ, այս ինչու բոլորը իմ դեմ լարվել են, ինչ որ խնդիր կա, չէ, կոնկրետ մեկն է այս ամեն ինչի պատճառը, եթե ինչ որ աշխատանքի վայրում խնդիրներ լինեն եւ փորձեք հասկանալ ինչու, ով է, ինչ է ուզում առաջացնել եւ բանալին ինքնին դուրս եկավ եւ դուք կկարողանաք այս հարցը լուծել։ Սա երկար չի տևի, մի քանի օրվա բան է, մի շաբաթվա համար ենք նայում եւ իրականում դուք կգտնեք բանալին եւ կարողանաք շատ հեշտ աղվեսին իր տեղը դնել։ Ֆինանսներում տեսնում եմ մահվան կարտը, այսինքն փոփոխություն է լինելու, շատ մեծ փոփոխություն։ Եթե ձեր ֆինանսները լավ չէին, մի շաբաթ կկարգավորվեն։ Ինչ որ ինֆորմացիա էր պետք, ինչ որ ֆինանսների հետ կապված գործունեություն, եթե, չգիտեմ, կասկածներ ունեիք, լինում էր, չէր լինում, կլինի եւ կլինի դրական առում։ Փոփոխություն կլինի, ամեն դեպքում ֆինանսներում կլինի լուրջ փոփոխություն։ Նաեւ նշանակում է այսինքն վերջ, ինչ որ բան վերջանում է, դա կարող է լինել վարկ եք փակում, վարկը վերջացրեցիք, պարտք եք կարողացաք պարտք, ամեն դեպքում դրական փոփոխություն է, եւս մեկ անգամ եմ ասում։ Այսինքն պարտք տվեցիք, ձեզ էին պարտք
ձեզ տվեցին, ձեզ համար վերջացավ այդ գլխացավանքը, պետք է զանգեք, պարտադերին գտնեք։ Ամեն դեպքում փոփոխություն, դրական փոփոխություն ֆինանսներում եւ եթե ինչ որ գլխացավանք կար ֆինանսների հետ կապված, դա կարող է վերջանալ։ Ինչը արդեն ինքնին շատ դրական է։ Այո, տեսեք, այստեղ տեսնում եմ հուշումը կարտերի աշխատանքի հետ է կապված։ Ես եթե հիշում եք, միակ խնդիրը հենց աշխատանքում էր, մնացած ամեն ինչը շատ կայուն էր։ Այո, ձեզ իսկապես ինչպես ասեցի, այդպես էլ կարող է լինել։ Ինչ որ մեկը բամբասում է, ինչ որ մեկը լարում է որոշ մարդկանց ձեր դեմի, մեկ փորձեք մեկի հետ, որն ավելի այսպես հարգված մարդ է, պաշտոն ունի, վաղուց է աշխատում, այդտեղ շատերն իրեն գիտեն։ Ինչ որ մեկի միջոցով պիտի կարողանաք այս աղվեսին իս տեղը դնել։ Այո, դուք մենակ եթե գլխի չընկնեք, ինչ է կատարվում, խոսեք մեկի հետ, որին վստահում եք, մեկը, որը ձեզ աշխատանքի վայրում ձեզ հարգում է, շատ լավ է վերաբերում մեկը, որին դուք եք հարգում, ունի պաշտոն, ունի դիրք, այո, եւ կկարողանա ձեզ արջը օգնել ընդդեմ աղվեսի։ Ես ձեզ ամենայն հաջողություն եմ աղթում հաջորդ շաբաթ։